Պարոն Կարապետյան, ներողություն, իսկ այդ ձերբակալությունները ենթադրյալ կաշառքի հիման վրա դրանք անդրադառնում են ձեր քաղաքական թիմի գործունեությանը, նախընտրական գործունեությանը։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, պարոն Ալեքսանյան։ Բոլոր ձայնագրությունների գծով կան փաստաբաններ, որոնք տանում են process-ները եւ շատ ձայնագրությունների գրեթե մեծ մասը չի վերաբերվում մեր մոտ գրանցված աշխատակիցներին, բայց հիմնական մասը, եթե դուք ուշադիր լինեք, խոսակցության մեջ մարդիկ ասում են գրանցվել։ Օրենքով թույլ է տրվում գրանցված աշխատակից ունենալ, թե ինչ խոսույթ ունեն մարդիկ, դա ուրիշ բան է, բայց խոսքը գնում է գրանցված հարկերը վճարվող աշխատանքի մասին, ոչ թե կաշառքի մասին։ Խնդրում եմ մի քանի անգամ նայեք, ինչպես նաև Ավանեսյանի դեպքը, Ղումաշյանի դեպքը, կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ, բայց եկեք հերթով նայենք Ղումաշյանի դեպքը, երբ նա 104 տարեկան շարժվել չկարողացող կնոջ համար նվեր էր ուզեցել, գնի այն կնոջ համար, ում ծնունդը 4 տարի շարունակ արել է, մինչև ընտրությունները, Ղումաշյան Գոհարին ցանկանում էին կալանավորել։ Ավանեսյանը Արցախցի իր հայրենակցի հետ խոսելուց ասել էր հողինյան, հող կլինի, տուն կլինի, գործ կլինի։ Դա մեր ծրագիրն է։ Իհարկե բոլորս դրա համար ենք պայքարում, որ հող ունենանք։ Երբ այս հող ունենալը դարձել կաշառք։ Հայրենիքի մասին է խոսքը։ Եվ նրանք կալանավորել են։ Այս բոլորը նրանք անում են, որպեսզի զսպեն հասարակության ալիքը, որպեսզի մարդիկ տեսնեն, ասեն, լավ գործ չունեմ, բան, բայց ժողովուրդ ջան, մենք այս process-ի մեջ մտել ենք, որովհետև վտանգ ենք տեսել մեր հայրենիքում, վտանգ ենք տեսել օտար տարի հայտնվելու եւ մեծ խնդիրների։ Ոչ մեկ process-ի մեջ եղածներից չի շահում այսօր, բայց բոլորը հասկանում են, որ եթե մեր մոտ ստացվեց կառուցել նորմալ երկիր, մենք երկարաժամկետ բոլոր գծերով շահելու ենք։ Մարդիկ կալանավորվում են, ընդդիմություն լինելը հեշտ չի։ Ես ուզում եմ մեր հայրենակիցներին ասեմ, կալանավորվում ես, ենթարկվում ես, քեզ անվանարկում են, ինչ-որ ֆեյքերով վիրավորում են։ Շատ մարդիկ պատրաստ չեն վիրավորվելու, որովհետև իրենք այնպես չեն ապրում, որ վիրավորվեն, որ իրենց վիրավորեն։ Բայց այդ process-ի մեջ մարդիկ անցնում են այդ process-ով, որպեսզի հասնեն իրենց նպատակին, հիշելով այն աստղը, իսկ վերջնակետը մեր վերջին կետը դա նորմալ ուժեղ երկիր ունենալն է, ուժեղ երկիր, որը կարող է այս մարտահրավերներին դիմակայել։ Հիմնական մարտահրավերները ամեն 5-րդը աղքատ է երկրում, ամեն 3-րդը շորը եթե պատրվի, շոր չի կարող գնել։ Ով մեր երկիրը, ով գալիս է կարողանում է քամի անել մեր։ Շատ լավ, պարոն Կարապետյան, հիմա